Ինչպիսի վերաբերմունք էլ ունենանք Հայաստանի նախկին նախագահների հանդեպ, չափազանց տհաճ է լսել այս ամենը։ Տհաճ է նախ եւ առաջ մեր պետության համար։ Նիկոլ Փաշինյանին ըստ երևույթին հունից հանում է, երբ իրեն անվանում են կապիտուլյանտ ու մեղադրում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ, բայց դա փաստ է։ Նա հայտնվել է մի վիճակում, երբ այդ անհերքելի մեղքի տակ չի ցանկանում միայնակ մնալ։ Նա փորձում է 3 նախագահների ներքաշել բանավեճի մեջ մի դաշտ, ուր ինքը կարող է էկրանի առջև իրեն բնորոշ էմոցիոնալ լեզվակռվով ու աղմուկով նրանց հավասարապես մեղավոր կարգել Արցախի կորստի համար։ Ինչ, բայց նման ֆորմատի մեջ, որը մասնագիտական գրականության մեջ կոչվում է դեմագոգիա, նա վարպետ է։ Նա առհասարակ վարպետ է մեղավորներ գտնելու հարցում։ Նախագահները բնականաբար բանավեճի այդ ծուղակը չեն ուզում մտնել, հետևաբար փորձում են նրան պարզապես արհամարել։ Իսկ դա էլ Փաշինյանին ավելի է նյարդայնացնում, հատկապես երբ այսքան մեծ զիջումներից, նոր հողեր հանձնելուց, հայության իրավունքներից հրաժարվելուց հետո Ալիևը իր հերթին հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Փաշինյանը այդ պայմանագիրը կարող էր ժողովրդին սպասվող ընտրություններից առաջ ներկայացնել որպես մեծ հաջողություն ու վերընտրվելու շանս ունենալ։ Դա է թերևս պատճառը, թե ինչու են նա անձնապես այդքան շահագրգռված այդ թղթով։ Առանց դրա նա կարող է կորցնել իր իշխանությունը, որը պահելու համար ստիպված է լինելու արդեն դիմել ուժի, բռնության ու կեղծարարության։ Քանի որ չունի հաջողության որևէ պատմություն, ռուսական վերարտահանումից ունեցած տնտեսական ժամանակավոր օգուտները շուտով սպառվելու են, արևմուտքից չկան լուրջ աջակցություն եւ ներդրումներ, կյանքի թանկացմանը զուգահեռ մարդիկ սկսելու են ավելի վատ ապրել, արտագաղթը չի դադարում, ավելանում է պետական պարտքը, ոչ մի լուրջ խոստում կյանքի չի կոչվել, եւ եթե դրան զուգահեռ չկա նաեւ խաղաղություն, ապա անգամ զոմբիացած ընտրազանգվածը կարող է արդեն ձայն չտալ մեկին, ով ոչ բարեկեցություն է բերում, ոչ խաղաղություն։ Բերում է միայն նոր պարտություններ եւ ստորացումներ։ Այսինքն, ստեղծվել է մի վիճակ, որ Փաշինյանն այսօր թե քաղաքական, թե անձնական ճգնաժամ ու ողբերգություն է ապրում, որից նյարդերը չեն կարող տեղի չտալ։